Մենք ապրում ենք աշխարհի ամենագեղեցիկ, ամենավարդագույն եւ ամենահյուրընկալ քաղաքում։ Այստեղ են բնակվում գյումրեցիներ, լոռեցիներ, ապարանցիներ, մարտունեցիներ, հոկտեմբերյանցիներ, մի խոսքով բնիկ երևանցիներ։ Երևանում կողք կողքի ապրում եւ աշխատում են տարբեր մարդիկ։ Օրինակ, կենտրոնի մասնավոր դպրոցներից մեկի վախկոտ տնօրեն պարոն Ծիրոյանը եւ համառ ուսմասվար Տիկին Ուլյան։ Ակումբային կյանքով ապրող, փողին փող չասող, անփոք երիտասարդներ Էրիկը եւ Նարեկը։ Հենց այստեղ է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Եվ իհարկե մեր քաղաքում իր մշտական բնակությունն է հաստատել Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը։ Նրանք տարբեր են, բայց բոլորն էլ սիրում են Երևանը, համար մեկ քաղաքը աշխարհում։ Սա նոր-նորքն է, Երևանի ամենաբարձրադիր թաղամասերից մեկը։ Հենց այստեղ վարձով, բայց իր մշտական բնակությունն է հաստատել ազնիվ ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը, ով ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչի հաշվին են վայրկենական լուծվում իր անլուծելի խնդիրները։ Բարև ձեզ։ Իմ անունը Լուիզա է, ես ձեր հարևանուհին եմ։ Ուղղակի տանը հյուրեր ունեմ, կոֆես վերջացել է, կարող է 2 գթալ ինձ տալ։ Ճիշտ ասած, մենք կոֆե չենք խմում, ես ինչ ամուսնացել եմ, մենակ չայ ենք խմում։ Ամուսինս Ղարաբաղցի է, էլի։ Ո՞նց։ Ձեր ամուսինը Ղարաբաղցի է։ Հա, ինչի։ Չէ, ուղղակի շատ երջանիկ կին եք, ամուսնյակ ունեք, Ղարաբաղցի է։ Կներեք, էլի հեռախոսն ա զանգում, ես գնամ վերցնեմ, հա։ Ալո։ Հա, Քուրջան։ Ոչինչ, էլի։ Որտե՞ղ։ Անտալիա։ Ոնց թե փոխնախարարի հետ։ Համարդ է։ Արդեն փոխնախարար ա դարձել։ Ինչ ասեմ, Քուրջան, շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի։ Եվ, սրա կրոջ մարդը, որ փոխնախարար է, բա սրա մարդը ինչ կլինի։ Ես Լուիզը չլնեմ, եթե սրա մարդուն չկպցնեմ։ Վայ, սիրտս։ Քուրջան, լավ, հետո ես քեզ կզանգեմ, էլի։ Եղավ, լավ, Քուրջան, հետո, հա։ Վայ մերը, ջուր տվեք։ Ինչ եղավ, եկեք, ինչ ա եղել։ Ալո։ Աղջիկ Իգոս, ուր մնացիր, կոֆեն ուր մնաց։ Լսի այս շարքային դիպուտատի շաֆյոր։ Շալվարդ հակար ու ռադ եղար իմ տնից։ Այսօրվանից մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Աղջի ոնց գնամ։ Նարոշնիկներիդ բանալին բարձի տակ է, так что փախար։ Կներեք, շփոթել են համարը։ Շատ շնորհակալ եմ։ Կներեք անհանգստության համար։ Իսկ կներեք անհամես հարց տամ։ Այս որ երրորդ տունն է ձեր։ Դե ինչ Ղարաբաղից եկել ենք, արդեն մի քանի տուն տեղափոխվել ենք։ Եթե չեմ սխալվում, այս 16-րդը կլինի։ 16-րդ։ Ձեր ամուսինը երևի օր ու գիշեր աշխատում է։ Չի ասի օր ու գիշեր, բայց դե ես չեմ բողոքում, էլի յոլա են գնում։ Իսկ եթե կներեք էլի մի հատ էլ անհամեստ հարց։ Ինչքան է ստանում ձեր ամուսինը ամիսը։ Ճիշտն ասած, մի քիչ ամաչումել եմ ասեմ, բայց 60,000։ 60,000։ Եթե ջուր կբերեք, խնդրում եմ։ 60,000։ Ոյ մամա ջան, 60,000։ 60,000։ 60,000։ 60,000։ Մամա ջան։ 60,000։ 60,000։
60,000 ջան։ Սրա մարդը պիտի հիմա լինի։ Բերխաոս շորտամ, լիրաշ տեղա։ Excuse me, I don't speak English. Սովեր։ Լիդա։ Ծով ջան։ Լիդա ջան, ոնց որ պապատ է եկել։ Չէ, ինքը իմ ամուսինն է, պապան չի։ Ուրեմն, այս մարդը $60,000 ամիս աշխատում։ $60,000։ Այսքի $200 երկպաս չեմ տեսի։ $80,000։ Պապայի արև դու թանգարանի ապրանք ես։ Ես տես Ղարաբաղցի կյանքում չեմ տեսել։ Ես ինչ ապուշություն արեցի։ Ալո, Լիպո ջան տունն ես։ Շալվարդ հանի, նարուշնիկներդ հակի գալիս եմ։ Յուխ։ Լիդա, ես հովիր է շաշված եմ։ Այսի գիզում եմ եշեք ու նորմալի մարդ կենքին եմ։ Ադի բաբոս դուզ իր ասում է։ Շեն կա, Գյուղ չկա, որ շուն չինի։ որ շուն չլինի։ Սա Երևանի կենտրոնում գտնվող մասնավոր դպրոցներից մեկն է, որտեղ աշակերտների ներկայացուցչական մեքենաների համար կառուցվել է հատուկ ստորգետնյա ավտոկայան։ Հենց այս դպրոցում են աշխատում վախկոտ տնօրեն պարոն Զիրոյանը եւ համառ ուսմասվար Տիկին Ուլիանը։ Ինչպես ես համարձակվել դրության արտակներ, հայ անգրագետ։ Բայց ախր պարոն Զիրոյան, ես ընդամենը մեկ բառ եմ արտագրել։ Մունդ չգացվել ես։ Ես որ մեկ բառ ես արտագրել, վաղը երկու բառ կարտագրես, մյուս օրը 4 բառ կարտագրես։ Իսկ մյուս օրը կարտագրես մեր պետական գաղտնիքները ու կհազնես մեր թշնամիներին։ Ես քեզ դրա համար հենց հիմա պետք է պատժեմ։ Վերցրու այս դավթարը։ Բաց։ Եվ 3 օրինակից ամբողջ արտագրի։ Նա հանկարծ սխալ չանես, պետք է հանձնեմ նախարարություն։ Սկսենք։ Ծրանեք։ Պարոն Զիրոյան, եթե դուք հենց հիմա չպատժեք 11-ի գի Անտոնյան Վարդանին, ես դիմում եմ գրում ազատվեմ, էլ չեմ կարող այսպես։ Մի րոպե Ուլյան, մի րոպե մի շտապի։ 11-ի գ։ Այո, 11-ի գ Անտոնյան Վարդան։ 11-ի գ Անտոնյան Վարդան։ Հայրը դատախաս։ Այո։ Տին Ուլյան, եւ ինչ է արել այդ խեղճ անպաշտպան մանկիկը ձեզ։ Ոնց թե ինչ է արել, գրավորի ժամանակ արտագրում էր, դուք պատկերացնում եք։ Տին Ուլյան, եւ ինչպիսի դաշան պետք է լինի մարդ, ինչպիսի անսիրտ եւ ճղճին պետք է լինի մարդ, որպեսի արտագրելու համար պատժի այդ խեղճ մանկիկին։ Ինչ ես նայում վրես, թող դուրս արել է շուտ, դուրս արել։ Բայց պարոն Զիրոյան, դուք միջև վերջ լսեք։ Երբ տեդրը վերցրեցի նրա եւ երկուսը նշանակեցի, նա գիտեք ինձ ինչ ասեց։ Ասեց, եթե Տիկին Ուլյան, երկուսը չճնջեք եւ տեդրը ինձ հետ չվերադարձնեք, հորս սարև ես նստարանով կկոտրեմ բոլոր պատուհանները։ Տիկին Ուլյան, ես վստահ եմ, որ դուք վերադարձեցիք նա տեդրը։ Ոչ, պարոն տնօրեն, իհարկե չեմ վերադարձրել, ու այդ լկտին կոտրել է մեր դպրոցի բոլոր պատուհանները։ Եվ ինչպես եք պատժելու այդ վրտան կոչեցյալին։ Խնդրեմ ասեք։ Տիկին Ուլյան, ինձ թվում է, որ դուք անցյալ կյանքում պլետ եք եղել եւ ապրել եք իսպանական ինկվիզիցիայի դարաշրջանում։ Ես համաձայն եմ, որ Վարդանը շատ վատ քայլ է արել, բայց այս պատմության մեջ կան նաեւ դրական կողմեր։ Ինչպես կարելի է այդ արարքի համար պատժել երեխային։ Իսկ ուր մնացին մեր հոգևոր արժեքները, Տիկին Ուլյան, հոգևոր։ Բայց ինչ հոգևոր արժեքներ, պարոն Զիրոյան։ Այն արժեքը Տիկին Ուլյան, որ երեխան երբվում է իր հոր արև եւ իր խոսքից հետ չի կանգնում։ Դուք չգիտեք, որ երեխաները դա մեր ապագան են։
մեր ապագա պաշտպանները։ Իսկ Վարդանի նման պաշտպաններ մեզ միշտ պետք են։ Պաշտպաններ, որոնք երդվում են եւ իրենց երդումից ետ չեն կանգնում։ Պաշտպաններ, որոնք իրենց խոսքի տերն են։ Եվ դուք հիմա ուզում եք պատժել այդ փխրուն ոգով մանկիկին։ Բայց ախր Ոչ մի բայց Տիգին Ուլյան։ Ով է դրդել նրան, որ կոտրի պատուհանները, դուք Տիգին Ուլյան։ Եվ դրա համար այդ պատուհանների փողը դուք պետք է տաք։ Ես ձեր աշխատավարձից կպայեմ ամիս 100,000 դրամ։ Բայց ախր պարոն տնօրեն, իմ աշխատավարձը ընդամենը 60,000 դրամ է։ Ոչ մի բայց Տիգին Ուլյան, դու արդեն բայցի ես դալի, գիտես։ Այս անգամ ես կներեմ։ Բայց եթե մյուս անգամ նման բան կրկնվի, ես անպայման գնալու եմ եւ դատի տամ դրան։ Շատ լավ։ Ճիշտ ես անելու, դատի։ Հələ սրան նայեք, որ եկել է դատախազի տղային ուզում է դատի տա։ Մի դատի, որ չդատվես, Ուլյան։ Սա գիշերային Երևանն է, որը հայտնի է իր բուռն ակումբային կյանքով։ Այստեղի ակումբներից մեկում են բնակվում անհոգ երիտասարդներ Էրիկն ու Նարեկը, որոնք աշխարհի բոլոր հաճույքներից կշտացած փնտրում են նոր արկածներ։ Ապե, իմա ծերերեք ինչ աղ։ Չէ ապե, ես այդ վաղ կնած էի։ Էական չի, լսը։ Ապեր տունը պարապ նրված եմ բան չկանելու, ընդհանրապես ոչ մի բան։ Մեկ է սիրտը սառոցը վիսկի ուզեց, ասի տաղպես բաղմունքը կպապ, էլ է նստը սամալյոտս թռա Անտարկտիդա։ Ապեր մասեր նստել եմ սառոցների մեջ, Սեր սառոցը ջարդում կծում եմ վիսկի մեջ խմում եմ, ջարդում կծում եմ վիսկի մեջ խմում եմ աղբեր։ Լրիվ եմ, որ կոնկրետնի ժամանակը սպանեցի եկա։ Հույս եմ, ապե տոշկի տես սպանության դեպ մեր կողքի պատեզ դեղվա բապի։ Երկու աղբեր կան հոսոնում ապե։ Սրանց ընգերը հոկտեմբերանից եկավ, երկուսինը սպանես գնաց, հույս եմ միջև մա մերացել եմ։ Հույս կան։ Արա ինչեր ես խոսում նարո, դու լրիվ փճակ ես, լրիվ փճակ ես աղբեր։ Քո ասած նախադասության մեջ մի հատ լոգիկա կար։ Չէ ապե, ես լոգիկա բարաշ, չի ապե։ Աղբեր մի խոսա, ընդհանրապես ձեն մի հանի, սուս մնա, վաբջը, ընդհանրապես մի խոսա, ավելի լավը դրա փոխարեն արի մտածենք, թե ոնց ենք են բարիս դոկի մոտի երկու ղաշերին հենց հիմա տանելու սաունա ջնջլաբան անենք։ Ինչ հուշապ է։ Բարմենը հուշապահում ապե։ Աղբեր, ես են երկու աղջանի մասին եմ ասում։ Ասում ծնած կպցնենք տանենք սաունա, այսօր մի հատ տեսմակարի անենք։ Ապե դրանից հեշտման չկա, հեսա գնում եմ ձեզ դոլարները շարելու, տանում եմ ապե սաունայի մոտ, իրանք հավաքելով գալիս են սաունա մոտ, քաշում եք սաունա ու… Ապե, էլի փող ապե, փողով ես կեզ ասում կարա Մերլին Մոնրոյն էլ հենց հիմա կպցնեմ, ստեղ կարևորը որ առած փող կպցնես, առած փող աղջիկ կպցնել է, հետի ավելի լավ կայֆ, կանցնեմ որ ես ու դու պրասպեկտի մեջ տեղած այս երկու նիվեկով կայնում ենք իրար հետ խոսում ենք ու հետևից չեն է կարող սիգնալ տան, դրանից լավ կայֆ է։ Դրանից լավ։ Հա։ Բա ինչ անենք ապե։ Ապե մեն այն չեն կանում։ Այդ աղջիկ ենքը սպորտսմեն տղեկ են սիրում։ Մենք սպորտսմեն տղեկ ձևանանք ու անին աշի։ Ոնց ապե։ Ալչու։ Բարև ձեզ նանարներ։ Բարեցիս։ Մենք սպորտսմեն տղեկ ենք, այսօր պարապունքի տեղը լիքը մեր մոսկոլները լցել ենք, հիմա եկել ենք կլուբ լիսկա թափվելու։ Ոայ, մենք շատ ենք սիրում սպորտսմեն տղաների, ես Լիզան եմ։ Ես Արմինեն եմ։ Ես Արտուրն եմ, ինքը Աբրամը։ Արտուր Աբրամ։ Սնը չասկացա, ով է ձեզ թողս պարծիք եկով ներս մտնել։ Հոպա լնգեր ձերներըտ կաշի դու չգիտես, որ մենք սպորտսմեն տղեկ ենք։ Ով եք կասում լիշը։ Հույս դոլը, Արա աղբեր, հազիվ պրծա ես դրանց դրբից։ Կեզ շատ տպին, նար։ Ապե հոսյայ վոնես տպին, զենքս ջեբիս պես ծրբավ ապե։ Ոչի ճապե չմրտացես ծեյթուտելը տղու հոմարը ծավը տանը։ Տղու մար ապե։
ապե բավորից ծեցում էին դու ծրարարա, աստե ջասեմ հոստակ, Սա երրորդ մասն է Երևանի ամենահայտնի թաղամասերից մեկը։ Հենց այստեղի հանրահայտ պրոդյուսերական կենտրոններից մեկում է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Լավ այկար կակրած նա թուն բան եմ մտածել։ Ուրեմն ես սերայում մեխակը ուզում է Սոկրատի գլուխը ուտի, որ Ժաննան մնա իրան։ Սոկրատին գողանում է, տանում է, պատվանում, կապում է, սպանում է։ Ստեղ լիքը արուն է ցպնում, ցպնում է։ Հետո Սոկրատի դիակը տանում է, թափում է Սովետաշենում։ Մի շաբաթ հետո բոմժերը այդ դիակը քտում են, տանում են, հանձնում են կալբասի ցեխին։ Շատ լավն է, պարոն պրոդյուսեր, շատ լավն է, ես անպայման կմտածեմ այդ սերիայի շուրջ, բայց ես մի հատ իդեալական սերիա եմ մտածել, իդեալական։ Մեխակին մի անծանոթ տղա է զանգում և ասում, որ սիրային կապ է ունեցել Ժաննայի հետ։ Մեխակը հանդիպում է Ժաննային և հարցնում այդ լուրի ճշմարտացիության մասին։ Ժաննան նեղանում է մեխակից և ապտակում նրան։ Սերիայի վերջում Ժաննան հեռանում է մեխակի կյանքից։ Ինչի է հեռանում։ Թո դանակով խփի, դանակով թո խփի։ Ինձ իրականություն է պետք, ոչ թե ֆանտաստիկա։ Ինձ բոխպաստիկա է պետք։ Ուստել է սա։ Նկարես իմ սենարը։ Փակ համարից են զանգում, տեսնես ով է։ Ալո, ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում, դու ունես մի ժամ ժամանակ, եթե ինձ $1 միլիոն չտաս, Ժաննային այլևս չես տեսնի։ Ով է սրիկա։ Ուղերը կթողես Աբովյան Թումանյան Խաչմերուկի գիտար նվագող բոմժի ծոցա գրբանում, հակառակ դեպքում Ժաննային կսարքեմ Ժաննա դարկ։ Ով է սրիկա։ 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 Վայ ես քու։ Ժաննային վտանգ է սպառնում, ես պետք է շտապեմ։ Մայրիկս գնացել է գերեզմաններ հաց փնտրելուն։ Խեղճ մամաս հառապոտի ծիրիկուն աշխատում է, պետք է տնտեսենք մի քիչ։ Ժաննա, քեզ վտանգ է սպառնում։ Մի սրիկա զանգահարեց և ասաց, որ ուզում է քեզ փախցնել։ Սրիկան։ Այո։ Մեխակում է սպասում փրկիր ինձ, ես չեմ ուզում, որ նա ինձ բռնաբարի։ Ես կփրկեմ քեզ, Ժաննա։ Տականքն է։ Ես ասացի սրիկան է։ Սրիկան։ Այո։
կիմանայի ինչ կանենք։ Դու դուրը կբացես, իսկ մնացածում ես կզբաղվեմ։ Խոստովանիր, տականք։ Դե պրիզնատ եք, որ դու ես սրիկան։ Ես սրիկան չեմ։ Ես չեմ սրիկան։ Լսում եմ։ Քեզ մնացել է ընդամենը 10 րոպե։ Սրիկա, աստորեն դու Սոկրատը չես։ Սոկրատը պապատը։ Ինչ։ Ժաննա, սրիկան էր։ Ասաց, որ նա Սոկրատը չէ։ Ասաց, որ Սոկրատը իմ հայրն է։ Դու Մեխակի հայրն ես։ Դու ես իմ հայրը, սրիկա։ Ոչ, ոչ ես չեմ։ Ոչ։ Ինձ թվում է սա է սրիկան։ Հիմար ինչ արեցիր, դու իմ մաման պիտեցիր։ Եկին Ռուբինա, Ժաննա, ներիր ինձ, ես չէի ուզում մայրաբիտություն անել։ Հիմա մենք կզանգենք, ստապոքնություն։ Շիշ ջան, ոնց է մամայիս վիճակը, նորություն ունեք։ Ցավում եմ։ Մենք ձեր մայրիկին կորցրեցինք։ Շատ միանակ ստացիք, ոնց է լինի ձեր մայրիկը չի կարող հիվանդանոցի տարածքից դուրս գալ։ Գտնելու պես խոսք եմ տալիս անմիջապես կբուժենք։ Մայրիկը չի մահացել։ Մայրիկը կենդանի է։